ինձ հետաքրքիր է։ Մեկ էլ կուզենամ մի անգամ ձեր խոսքերից մեկում խոսեք, թե ինչպիսի մեծ հպարտություն եք զգում, երբ խոսում ենք գույք պատքի դիմաց գործարքից։ Ինձ դա միշտ հետաքրքրել է, ինչևէ։ Իրականում ես ուրիշ բանի մասին եմ խոսում, այլ ելույթի եմ ուզում անդրադառնալ։ Ուզում եմ անդրադառնալ մեր նոր գործընկերներից մեկի ելույթին, որովհետև ասաց, որ դահլիճում երկու հոգի կան նստած, ինձ եւ պարոն Խաչատրյանին նկատի ուներ, պարոն Արամ Խաչատրյանին, Անդրանիկ Գևորգյանը։ Պարոն Գևորգյան, ձեր ելույթը լսում են ոչ միայն ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները, լսում են նաև այլ մարդիկ, որոնք մեզ ճանաչում են։ Ձեզ էլ են ճանաչում, մեզ էլ են ճանաչում, ինձ էլ են ճանաչում։ Եվ եկել այստեղ խոսում եք ընտրությունների հետ կապված ինչ-որ հարցերից, խոսում եք ահաբեկումներից, աշխատանքից ազատելուց, աշխատանքի խոստումներից, հետո խոսում եք այն բաղձալի կոմբայնից, այդ շատ լուրջ այդ կոմբայնի հարցը։ Շատ լավ կլիներ, եթե ամեն ինչ ձեր ասածով լիներ, սակայն այդքան էլ այդպես չի։ Հիմա հերթով։ Երբ ասում եք ահաբեկումներ են տեղի ունեցել ու այսպես ներկայացնում եք, մայիսի 16-ին քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները Սուրեն Պապիկյանը, ես, պարոն Խաչատրյանը եւ մեր շատ գործընկերներ քարոզարշավ էինք իրականացնում Տաշիր համայնքում, Նորաշեն, Մեծավան եւ ձեր ուժեղ Հայաստան կուսակցության ուժեղ ներկայացուցիչները, սակայն իմ բնորոշմամբ եւ շատ շատերի բնորոշմամբ ինչ որ մի խաժամուշ փորձում էին խոչընդոտել։ Դուք մի ընդհատեք ինձ պարոն Կարապետյան։ Ուրեմն, եւ ձեր հոր ցուցումով վստահաբար այդ խոչընդոտումները փորձում էին իրականացնել եւ որ այդտեղից գլուխ եք տնտմբացնում, որ այդպես բան չի եղել, ես ընդեղ եմ եղել։ Ես ընդեղ եմ եղել, երբ որ ինչ որ մեկ եկավ իմ թևից բռնեց, շպտեց, ասեց դու ես մեծավան ինչի ես եկել, դուք հիմա ասենց նայում եք ինձ ասում, այդ մարդը ձերբակալված է, սուտ չի։ Չէ։ Իմ հարգելի գործընկերներ, հիմա վստահ եմ։ Ես քաղաքական գնահատական մի վարքյան։ Հարգելի գործընկերներ, ուզում եք, որ ձեր խմբակցության ելույթ ունեցողների հետ, երբ որ իրանք ելույթ ունենան, մեր խմբակցության պատգամավորները անընդհատ բանավեճի բռնվեն ելույթի ժամանակ։ Պատրաստ եք դրան։ Չէ, խնդրում եմ, համբերատար լսեք, ձեր խմբակցությունից դեռ երկու ելույթ ունեցող էլ կա։ Եթե բան ունեք ասելու, ասեք, թող ասեն։ Հիմա խնդրում եմ, մի դիալոգի մեջ իմ հետ մտեք, ոչ մի վերավորական արտահայտություն չի արվել, շարունակեք ձեր ելույթը, Տիկին Դավոյան, մի ընդհատեք Տիկին Դավոյանը։ Ես արգին վարքյաններ կոչեցի, խնդրում եմ նկատի ունենալ։ Վերականգնեք Տիկին Դավոյանի ժամանակ։ Ես իմ կարծիքները եւ իմ գնահատականները տալիս եմ, եթե համաձայն չեք, ելույթով արձագանքեք։ Եվ այդտեղ որոշ մարդիկ իրենց շատ վատ էին պահում եւ փորձում էին խոչընդոտել մեր քարոզարշավը։ Ես կարող եմ այդտեղ բնորոշել, այդ որ ասում եք ահաբեկում էիք մեզ, բա այդտեղ ինչ էր կատարվում, այդ ինչ փորձ էր։ Քրեական օրենսգրքով հետապնդվող արարք եք կատարել, պարոն Վարդևանյանին հարցրեք կասի, քարոզարշավի խոչընդոտումը, որ մեքենաներով փակել էին, այն որ մենք քայլում ենք, մեր դեմը կանգնել էին, բազմաթիվ տեսանյութեր կա, ձերբակալված անձինք կան, կալանավորված անձինք կան, ոչ մի բան չի եղել, ես հորինում եմ, խնդիր չկա։ Ասում եմ հունիսի 7-ի ժամ 2-ին վարչապետի հայտարարությունը։ Ժողովուրդ ջան, ընտրությունից մի ամիս առաջ ձեր ուժը, ձեր հակասահմանադրական վարչապետի տեխնացուի մասնակցությամբ կառավարության նիստեր էր գումարում, հրապարակում, կառավարության նիստում օրենքներ էր ընդունում, կառավարության նիստում իհարկե օրենք չի ընդունվում, օրենքների նախագծերն ընդունվում ուղարկվում է ազգային ժողով։ Եվ այս մարդիկ դեռ խոսում են վարչապետի հայտարարության մասին։ Դուք ձեր հակասահմանադրական վարչապետի տեխնացուին, օտարերկրյա երկու անձնագիր ունեցող, վարչապետով էիք դիմում։ Հիմա եկել էստեղից խոսում եք ճշմարտության եւ ինչ-որ վեհ գաղափարների մասին։ Սակայն սա էլ կարևորը չէ։ Հիմա պարոն Գևորգյան, անձնապես ձեզ եմ անդրադառնում։ Ձեր հայրը 1999-ից 2017 թվականին եղել է Կունթան համայնքի գյուղապետը։ 2017-ից 2021 թվականներին Գյուլաքարակ խոշորացված համայնքի ղեկավարը։ Եվ դուք այսօր հպարտորեն նշում եք, որ Տաշիր
Բարեգործական հիմնադրամը մի կոմբայն է նվիրել այդ համայնքին, կամ երկու, կամ չգիտեմ ինչ, ձեր հայրը չէր կարողանում տարածքային զարգացման հիմնադրամից գյուղ տեխնիկա խնդրել իր համայնքի համար։ Այդ ոնց է Լորիբերտ համայնքը տենց տեխնիկական հագեցվածություն ունի, մեր ձերը չուներ։ Այդ ինչի չուներ։ Այդ որ 99 թվականին գյուղապետ էր դարձել, գիտեք, չէ, ես էլ Վարդապետի թորեմ եւ Հոփացու։ Մոտիկա կպածա։ Ուզում եմ այդ գիտեք ինչ եմ ասում, մեր լորի մի խոսք կա, չի ասում գեղից մատ կա։ Խոսելուց մի քիչ մտածեք։ Գյուղից խոսելուց մի քիչ մտածեք։ Իսկ ինչու չկար կոմբայն։ Ինչու չկար։ Կարողա կար, հետո չկար։ Գիտեք ինչի չկար։ Ես հիմա մեր բոլոր գործընկերներին եւ մեր քաղաքացիներին դրա մասին էլ կպատմեմ։ Չկար, որովհետև չէր ուզել։ Չկար, որովհետև չէր ուզել, որ ունենար։ Իսկ ինչու։ Որովհետև կարդում եմ հրապարակային հայտարարությունը։ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացել դատարանին Լոռու մարզի Գյուլաքարակ համայնքի նախկին ղեկավար Մհեր Վարդանի Գևորգյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 5 անշարժ գույք, 1 շարժական գույք, 23 միլիոն դրամ, որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ, 92 միլիոն 313 հազար դրամ, որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող, ապօրինի ծագում ունեցող եւ բարեխիղճ ձեռբերողների փոխանցած կամ չնույնականացված դրամական միջոցների հանրագումար։ Դա ձեր հոր մասին է։ Քարոզարշավի մասին հավելեմ։ Երբ քարոզարշավ էր, քարոզարշավի ընթացքում ձեր հայրն էր հիմնականում ձեզ համար քարոզարշավանում։ Տուն արտուն մտնում էր մարդկանց մոտ եւ ասում էր. «Ընտրեք իմ տղային, որ իմ ունեցվածքը ձեռքիցս չխլեն, ընտրեք, որ ինձ համար լավ լինի, որ մեզ համար լավ լինի, որովհետեւ մենք խնդիրներ ունենք, որ էլ խնդիրներ չունենանք»։ Քարոզարշավն էլ այդ տոնայնությամբ էր տարվում։ Դուք կարող եք արձագանքել, կարող եք չարձագանքել, սա հաստական ես կարդացի։ Դրա համար այդ կոմբայնով ուրախանալու փոխարեն, այդ կոմբայնի գովազդի մեջ նկարահանվելու փոխարեն, կարող էր ձեր հայրը այդ ամբողջ տարածքի վրա այնքան ներդրում ունենալ համայնքային եւ պետական միջոցներով, որ դուք այսօր հանգիստ կարող եք գալ եւ ասել իմ հայրը այդտեղ գյուղապետ է եղել, համայնքապետ է եղել, մենք այսքան բան ենք արել։ Բայց դուք այստեղ եկել եք դառնալով падգամավոր, բարեգործական հիմնադրամներով եք ուրախանում։ Դուք պետական պաշտոնյան տարբերեք այլ գործունեությամբ զբաղվող անձանցից։ Պետական պաշտոնյան իր գործառույթներն է իրականացնում այլ կերպ եւ այլ ձևերով։ Կարող եք նաեւ կարդալ օրենսդրությունը կապված պետական պաշտոնյաների հետ։ Այսքանն եմ ուզում ասել եւ մի գործընկերել ունենք, վստահ եմ, որ շուտով նա էլ ելույթ կունենա, ձեր գործընկերը, ձեր կողքը նստած